Շնորհակալ եմ մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք դատախազության տարեկան հաղորդումը։ Քանի որ քարոզարշավի սկսելուն մնացել են հաշված ժամեր, ամեն ուժ փորձում է հասարակությանը ներկայանալ իր հաջողություններով եւ ձեռքբերումներով։ Մենք խոսում ենք մեր կատարած բազմաթիվ աշխատանքներից, ձեռքբերումներից, հաջողություններից, իսկ դաշնակցությունը խոսում է միայն քրեական գործերից, որոնք իրենց վերջին հնգամյակի քաղաքական ձեռքբերումներն են։ Եվ ամենաշատ քննարկվողը։ Ամիսներ շարունակ եւ այսօր ահաբեկչության մեղադրանքով կալանավորված մի խմբակ հոժոջել եք Բագրատ Սրբազանի եւ 18 արդարների գործ։ Եվ արդեն որերորդ անգամ խոսում եք, որ քրեական գործը շինծու է, փաստերը կեղծվում են, գաղտնալսումները ամանորյա հանդեսի մասին են, հետեւաբար երկաթյա աստղիկներն էլ ձյան փաթիլներ էին։ Կուտ դրամաբանություն, զրույցներ երևի մտադրությունների մասին ինչ-որ հռչակագիր էր, հա։ Եթե շինծու է, ինչու եք դատաքննությունը ձգձգում անհարկի պատճառաբանություններով։ Ինչու եք տարբեր առիթներով Բագրատենց գաղտնալսումից ձեզ հարմար հատվածներ կարդում ու սկսում մեկնաբանել ձեր ձևերով։ Ձեր այդ կեղծ մեղադրանքները առ իրավապահ մարմինների ոչ ոք վաղուց լուրջ չի ընդունում, բացի Զվարթնոցի տաճարի ֆոնին մեծ պասի տխրությամբ լուսանկարված մարդկանցից։ Իդեպ, ձեր գործընկերը ասում էր, որ Զվարթնոցը հեթանոսական տաճար է։ Մենք բոլորս գիտենք, որ Զվարթնոցը հեթանոսական տաճար երբեք չի եղել, բայց չշեղվեմ։ Մի ամիս էլ կխոսեք, քարոզարշավը կավարտվի, ակնհայտ է, ձեզ չեն ընտրի, քանի որ ժողովուրդը երբեք չի սիրում, երբ իրեն փորձում են միամտի տեղ դնել եւ օգտագործել սեփական շահերի համար։ Մարդիկ վաղուց հասկացել են ձեր սեզոնային պայքարների նպատակը եւ իմաստը։ Դուք ձեր բազմափորձերով չուզեցիք հասկանալ, որ այսպես կոչված ձեր սրբազան պայքարը ավարտվել էր դեռևս սաղմնային վիճակում, երբ սպիտակ հագնված սև հոգով մարդը Հանրապետության հրապարակում ժամանակ տվեց Նիկոլ Փաշինյանին։ Այ այդտեղ ձեր բոլոր պայքարներն ավարտվեցին անդառնալիորեն։ Եթե դա հասկանայիք, հուսահատ քայլի չէիք դիմի եւ մարդկանց գյուլելու ծրագրեր չէիք որոճա եւ այսօր այդ հորինածին 18 արդարների մասին կոկոտ չէիք պատվի։ Ամբիոնի մոտ եք գալիս ու ասում ժողովուրդ ձեզ խաբել են։ Մեկն էլ կար անցյալ գումարումում ասում էր ժողովուրդ սովա լինելու։ Չեղավ։ Հիմա ամեն ինչ ճիշտ է։ Մենք վստահել եւ վստահում ենք մեր գլխավոր դատախազին։ Ոչ ոքի, ոչ ոք չի խաբել եւ բոլորը գտնվում են իրենց արժանի վայրերում։ Պարոն Մանուկյանը դահլիճում չէ։ Եկել գլխավոր դատախազից պահանջում է մեկնաբանել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված եկեղեցու բարենորոգման օրակարգի վերաբերյալ դրույթը։ Դատախազության մասին օրենքում հոդված կա, որը դատախազի ապա քաղաքականացվածության մասին է։ Դատախազը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատախազը պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն։ Հետևաբար նման առերևույթ, սակայն բնույթով դատարկ պահանջը անլրջացնում է ձեզ, անլրջացնում է ձեր այսպես կոչված պայքարող տեսակը։ Քրեական գործերի մասին շատ եւ անընդհատ խոսելը չի նշանակում, որ դուք ճիշտ եք, դեռ չի նշանակում, որ դուք ազնիվ եք։ Քրեական գործերի մասին այսքան շատ խոսելը միայն մեկ բանի մասին է՝ ասելիքի բացակայության, որը լցնում եք 300,000 ադրբեջանցիների մասին մտածածին հիմարություններով։ Վստահ եմ ասում, որ ձեր նախընտրական քարոզարշավի առանցքային դերակատարումը ստանձնել են այդ հորինածին 300,000 ադրբեջանցիները, որոնցով որոշել եք ահաբեկել քաղաքացիներին։ Մեզ մեղադրում եք Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու մեջ, սակայն մեծ հաճույքով դիմում եք այդ հորինածին ադրբեջանցիների օգնությանը։ Եվ մյուսը, շատ եք սիրում խոսել քրեական գործերից, սակայն այլևս չեք լինելու այս դահլիճում եւ գիտեք ինչու, որովհետեւ ձեր նախընտրական ցուցակին ուշադիր չեք նայել։ Ձեր արդարների ցուցակին։ Ռոբերտ Քոչարյան, մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատու, 10 հոգի գնդակահարվեց Երևանի կենտրոնում եւ ոչ մի ափսոսանք։ Իշխան Սաղաթելյան ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքականության հետ ազգային ժողովի եւ ընդհանրապես ամենաշատ բացակայած падգամավորն է։ Ձեր ցուցակի Սևակ Խաչատյան, հայտնի Սաքուլիկը, ով հանրությանը հայտնի դարձավ, երբ Տարոն Մարգարյանի տեխնատուական թեզի պաշտպանության ժամանակ մի խումբ երիտասարդների հետ գրոհել էր լրագրողների վրա։
Աղմկահարույց դեպքից հետո հանրությունը նշված անձանց անվանեց սաքուլիկներ։ Իսկ վերջերս էլ հրապարակվեց քրեական գործի հարուցման մասին հաղորդագրություն, որ սույն անձի օգտին 2025 թվականին Վաղարշապատ համայնքում ընտրական շարք էին բաժանել եւ շուրջ 60 ձերբակալված անձինք կային։ Գառնիկ Դանելյան հայտնի է Ոսկեպարի եկեղեցին ադրբեջանական կողմին թողնելու ամենակեղծ լուրի տարածմամբ եւ հաստատմամբ։ Իդեպ մինչեւ օրս ներողություն չի խնդրել։ Գերասիմ Վարդանյան, մի հիանալի անձնավորություն, մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների արդիվ հարուցված քրեական գործի շրջանակում զանգվածային անկարգություններ եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը ներխուժել էր Ազատություն ռադիոկայան։ Նարեկ Մանթաշյան, նորից ձեր ցուցակի մի հիանալի անձնավորություն, մասնակցել է նոյեմբերի 9-ին կառավարության շենքում կատարվող զանգվածային անկարգություններին։ Սա նախնական, շատ չեմ ուսումնասիրել, բայց փառահեղ նախընտրական ցուցակ ունեք, որով ներկայանում եք հանրությանը եւ խոսում արդարությունից, արդարադատությունից, ազնվությունից եւ այլ գաղափարներից։ Սա ձեր մտածածին 18 արդարների պես մի բան է։ Ես պնդում եմ, որ դուք ունեցել եք շանս հանրությանը ներկայանալ այլ տեսանկյունից, սակայն չեք կարողացել, քանի որ ձեր արժեհամակարգը շարունակում է մնալ սաքուլիկային։ Դուք այդպես էլ չհարմարվեցիք ժողովրդավարության թելադրած կանոններին, բացի նրանից, որ խոսքի ազատությունը շփոթեցիք սանձարձակության հետ։ Ամփոփ եմ, ձեզ առնչվող քրեական գործերը շինծու անվանելով, դրանք շինծու չեն դառնում։ Դադարեք մանտրայի պես կրկնել այդ խոսքերը։ Իսկ 44-օրյա քննիչ հանձնաժողովի վերաբերյալ խոսելիս անընդհատ եւ քրեական գործերից խոսելիս եւ զարմանալիս, պարոն Օհանյան, ձեր որդու վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան 2025 թվականի ապրիլին։ Ազնիվ եղեք, տիկնայք եւ պարոնայք, որովհետեւ դեպի ազնիվ կյանք տանող ճանապարհները շատ են։ Փորձեք օգտվել դրանցից։